Այս վերջին մի քանի օրում տարածվել է տեսահոլովակներ, որոնց գլխավոր դերը տանում է Wall-E, մեր կողմից սիրված մուլտհերոսը։ Պատկերացրեք, որ Wall-E ռոբոտը մեկ էլ հայտնվում է իրական կյանքում և ունենում է նույն շարժվելու ունակությունները, հանում է նույն ձայները և ունի նույն ձևի կազմվածք, որը ուներ մուլտֆիլմում։ Կարամ ասեմ, որ պատկերացնել հարկավոր չէ։ Նա իրոք կա իրականությունում, որովհետև մի մարդ, որի անունը Մեթ Հոքսը, մոտավորապես դա էլ արել է։ Նա իրականում կառուցել է լիարժեք չափսերի գործող Wall-E, որը նա սիրով անվանեց Webb-E։ Այո, հղում անելով Ջեյմս Վեբի աստղադիտակին։ Դա արձան կամ աքսեսուար չէ, այն կենդանի շնչավոր կառավարելի կերպար է, որը շարժվում է այնպես, որ դուք կարծում եք, թե իրականում դիտում եք ֆիլմի ռոբոտին։ Ամենահետաքրքիր կողմը այն է, որ Webb-ը չի փորձում պարզապես ռոբոտ լինել, այն դեր է խաղում։ Այն գլորվում է, պտտում է գլուխը, թեքում է իր կլոր հեռադիտակին նման աչքերը, ժեստեր է անում ձեռքերով և կատարում է այն բնորոշ փոքրիկ շարժումները ու ռեակցիաները, որոնց պատճառով այն կենդանի է թվում, ինչպես նա կար մուլտֆիլմի մեջ։ Ահա թե ինչու է տեսանյութը այդքան գրավիչ դարձել։ Մեթն ունի իր սեփական մոտեցումը դրոիդների կառավարման համար։ Նա գրել է ծրագրային ապահովում, որը նա անվանում է Cyber Control System, և գաղափարը այն է, որ օպերատորը տասնյակ առանձին հեռակառավարման վահանակներ չի օգտագործում։ Այդ ծրագրի օգնությամբ Webb-ը դառնում է իսկապես տեխնիկավարի կերպար, ակտիվացնելով վարքագիծը, ձայները և գործողությունները, ինչպես նաև ռեակցիաները, որոնք մաքսիմալ 1-ին 1 նման են այն կերպարին, որը կար մուլտֆիլմում։ Բաժանորդագրվեք և գրեք, թե ձեր դուրը եկավ իրական Wall-E կերպարը իրական կյանքում։